Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production։ Լոռու մարզում կանանց ու երիտասարդների համար զբաղվածության առօրյա հոգսերից կտրվելու սեփական ներաշխարհը բացահայտելու նպատակով վերջերս հիմնվեց «Բաց միտք» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը։ Նորաստեղծ կազմակերպության խորհրդի անդամների խոսքով իրենք իրենց թիմով ունեն այնպիսի պոտենցիալ հնարավորություններ, որ կկարողանան դառնալ մարդկանց իրար այդ կապող կամուրջն ու հարթակը, նրանց ընձեռել բաց մտքով ստեղծագործել ու միասին հանդես գալ ցանկացած նախաձեռնությամբ։ Ծրագիրը, որը այսօր իրականացնում ենք, որը երկօրյա միջոցառումն է, Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ ենք իրականացնում։ Խորագիրն է Լոռվա զրույց կանայք արվեստն ու կարծրատիպերը, եւ մեր ծրագրի հենց առաջնային նպատակներից եղել է ցույց տալ այն թաքնված տաղանդները, որոնք որ կան մարզում, հատկապես կանանց ու աղջիկների, ու այս երկու օրերի ընթացքում ունենալու ենք Լոռվա մարզի տարբեր քաղաքներից, գյուղերից հրավիրված աղջիկներ, ովքեր արվեստի տարբեր ճյուղեր են ներկայացնում ռեժիսուրայից, լուսանկարչությունից, մինչև բլոգինգ, երաժշտություն եւ գրականություն, ու կարծում ենք, որ նմանատիպ միջոցառումները պիտի շատ լինեն, որպեսզի հարթակ լինի իրենց մասին ավելի հանրությանը լսելի դարձնելու համար։ Երիտասարդներին գրավելու եւ նրանց մասնակից դարձնելու համար տարբեր ծրագրեր են մշակել, այդպիսով փորձելով զբաղվածություն ունեցող կամ չունեցող երիտասարդների ու կանանց ուշադրությունը գրավել։ Ճիշտ է, դժվար է երբեմն, բայց չեն դժգոհում։ Իմանալով, թե ինչպիսի ջերմ ու տաքուկ միջավայր է իրենց սպասում այստեղ, թե կանայք, թե երիտասարդները սիրով մասնակից են դառնում։ Իրականում ժամանակակից դարում մարդկանց ուշադրությունը առհասարակ գրավելը բավականին բարդ բան է դարձել, ու հատկապես օնլայն հարթակները, այդ սոցիալական բացը, շփումների բացը սկսել են լրացնել, ու մեր նպատակն է նաև հնարավորություն ստեղծել, որպեսզի մարդիկ անձամբ շփվեն, իրար ճանաչեն, ու շատ հաճախ, երբ որ երիտասարդները տեսնում են, որ իրենց հասակակիցներից հյուրեր ունենք, իրենց հասակակիցներից ինչ-որ մարդիկ իրենց ուղով են կիսվում, իրենք հենց գալիս են խրախուսելու, իրենց ընկերներին լսելու, եւ կարծում եմ սա ամենաճիշտ միջոցներից մեկն է, իրենցից ընտրեն մարդկանց, ովքեր կխոսեն, ու նաև ցույց տան, որ դուք կարող եք լինել այդ խոսնակների շարքում, եթե շարունակական գործունեություն ծավալեք ու հետաքրքիր ինչ-որ բաների մեջ ներգրավված լինեք, եւ երևի դա է հիմնական մոտիվացիան, որ ուզում ենք իրենց միջոցով խրախուսել նաև մյուսներին։ Տարբեր ոլորտներում աշխատող ու չաշխատող երիտասարդներ, կանայք այստեղ վերագտնում են իրենց, բացահայտում իրենց ներսում թաքնված տաղանդավոր կողմերը։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվել Անուշի հրավերով։ Նման քննարկումները ել ավելի են ինձ պարտավորեցնում, որ մենք արդեն հասել ենք այն փուլին, որ կարողանում ենք ներկայանալ որպես խոստակ եւ մարդկանց համար լինել ոգեշնչման աղբյուր, մարդիկ լսում են մեզ որպես էքսպերտ, մենք պետք է ել ավելի զարգանանք եւ պատասխանատվություն ունենանք հետագայի համար։ Ինձ համար շատ կարևոր է նմանատիպ քննարկումները այն պատճառով, որ ես կարողանում եմ իմ խոսքը փոխանցել, իմ անցաշրջապարի մասին խոսել ու ոգեշնչել մյուս երիտասարդներին, դեռահասներին, որպեսզի նրանք պայքարեն, չկոտրվեն, չհանձնվեն, զբաղվեն այն ամենով, ինչը որ իրոք սիրում են, ու չմտածեն, որ ինչ-որ մեկը կարող է իրենց արգելք հանդիսանալ, թեկուզ կլինի ծնող, ընկեր, բարեկամ, ու ինձ համար շատ կարևոր է նմանատիպ քննարկումների հարթակները, ոչ միայն նրա համար, որ ես նոր մարդկանց հետ եմ ծանոթանում ու նոր մարդկանցից եմ ոգեշնչվում, այլ նաև նրա համար, որ ես հանդիպում եմ ու տեղում եմ մարդկանց հետ զրուցում, տեղում եմ մարդկանց հետ կիսվում իմ կյանքից, ու էֆեկտը միանգամից է սերի դու տեսնում մարդկանց աչքերի մեջ, քո խոսքից, քո փորձից կիսվելու ընթացքում այդ շատ կարևոր է։ Ծրագրի ամենաերիտասարդ մասնակիցը փոքրիկ բլոգեր Նանե Գրիգորյանն էր, ով եկել էր իր գիտելիքների ու հմտությունների պաշարը լրացնելու, նորանոր հմտություններ զարգացնելու։ Համակ ուշադրությամբ լսեց բանախոսներին, մտքում արդեն ունենալով բազմապիսի թեմաներ։ Դա ավելի շատ իմ քուրիկն է մտածել, բայց ես նաև այդպես փորձում եմ զարգացնել ինձ այլ բնագավառներում։ Իմ լսարանին ավելի շատ դուր եկան այն իմ վիդեոն, որտեղ ես պատմում եմ Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի մասին, եւ երբ որ մենք տեսանք, որ մարդկանց դա հետաքրքրում է, մենք նկարեցինք դրա երկրորդ մասը, բայց արդեն Դենդրոպարկում։ Օրերս էլ Լոռվա զրից կանայք արվեստն ու կարծրատիպերը երկօրյա միջոցառում անցկացրեցին։ Բաց միտք հասարակական կազմակերպության հիմնական նպատակներից է նպաստել երիտասարդների, հատկապես աղջիկների ու կանանց ակտիվ ներգրավվածությունը համայնքներում եւ հատկապես Լոռու մարզում ստեղծել հնարավորություններ արտահայտվելու, ստեղծագործելու եւ համայնքային կյանքում ավելի տեսանելի դառնալու համար։ Այս միջոցառումն էլ նվիրված էր հենց կանանց արվեստին եւ ստեղծագործական ինքնարտահայտման
կարևորությանը։ Ծրագիրն իրականացվել է գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվիզմի շրջանակներում Women's Fund Armenia Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզի տարբեր համայնքներից հավաքված երիտասարդ աղջիկներ, որոնք կիսվեցին իրենց պատմություններով, ստեղծագործական ուղով անցած փորձություններով, մարտահրավերներով ու հաջողություններով, ներկայացնելով արվեստի տարբեր ուղղություններում իրենց ձայնն ու ներկայությունը։ Դրսում գարուն է, այնքան սիրուն է, ծաղկել այգում քո բալենին, թող մի քիչ խաղաղվի, գուցե հստեց գտնես հարցիդ պատասխանը։ Ես դպրոցում գրականություն շատ էի սիրում, շատ հաճախ մեր սիրելի ուսուցիչներն են մեզ ուղղորդում մասնագիտություն ընտրելիս ու քանի որ իմ մաթեմատիկայի ուսուցիչը ավելի ոնց որ հետաքրքիր էր մատուցում առարկան, քան լեզվի ուսուցիչը, ես ընտրել էի մաթեմատիկան, բայց իմ հոգու մեջ այդ գրականությունը ընդհանրապես երաժշտությունը, արվեստը կար ու հիմա հետաքրքիր բան էլի, որ ես երկար տարիներ հիմա էլի աշխատում եմ դպրոցում, էլի մաթեմատիկա եմ պարապում, բայց որ երկար տարիներ ես չէի աշխատում, ասենք ոնց որ մաթեմատիկան այն որ հաշվիչ մեքենաների հիմնական հիշողությունը լցված է լինում ինչ-որ բանով, հիմա լցված էր գրականությամբ։ Պանելային քննարկումների ընթացքում հյուրընկալվեցին սոցիալական հարթակներում ակտիվ գործունեություն ծավալող անձինք։ Մենք տեսնում ենք այս գործընթացը շարունակական, այս ծրագիրը կարճաժամկետ ծրագիր է, որը Հայաստանում կանանց հիմնադրամի միջոցով է աջակցվում, բայց առաջիկայում նախատեսում ենք նաև հնարավորություններ մեր Եվրամիության գործընկերների հետ համագործակցությամբ արտասահմանում փոխանակման ծրագրեր ենք նախատեսում, որի մասին արդեն մեր էջին հետևելով կարող են բոլորը, հատկապես երիտասարդները ծանոթանալ։ Բաց միտք սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Անուշ Մկրտչյանը վստահեցնում է, որ այսպիսի նախաձեռնությունները կարևոր քայլ են համայնքում երիտասարդ կանանց ներուժի բացահայտմանը, աջակցող միջավայրի ձևավորմանը եւ գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը։ Մենք ամեն մեկը ստեղծում ենք ինչ-որ արվեստ, որը որ կարծում եմ պետք է լսել, տեսնել, գնահատել ու տարածել, ճանաչել եւ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին այսօր նաեւ երեք ու նմանատիպ միջոցառումները հուսանք որ շատ կլինեն, եթե ոչ մեր նախաձեռնությամբ նաեւ ընդհանուր առմամբ համայնքում։ Վիկտորիա Կարապետյան, Յոլչյան Production։